Արժանապատիվ հայրենակիցներ, ես այսօր չէի նախատեսել հանդես գալ ելույթով, բայց իշխող խմբակցության մի քանի անդամների հայտարարությունները ինձ ստիպեցին դա անել։ Տիկին Ղազարյան, ձեր գործընկերուհին, Թագուհի Ղազարյանը այստեղ չէ, կարծես մյուս պատգամավորը նույնպես դահլիճում չէ, Սոնա Ղազարյանը, բայց հուսամ դուք կփոխանցեք։ Նրանք այս ամբիոնից կիսա ճշմարտություն ասացին, ես չօգտագործեմ ստեցին ձևակերպումը, որ չհամարեք, թե բարեկրթության խաղի կանոնը խախտում եմ։ Մեր ամփոփիչ հանրահավաքին, Հանրապետության հրապարակում ընթացած բազմահազարանոց հանրահավաքին Նարեկ Կարապետյանը արել է հետևյալ հայտարարությունը։ Նա նշել է, որ ընտրություններից 11 օր անց Նախիջևանում Օրդուբադում կայանալիք այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան երրորդ համագումարի թե համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահը խոսելու է Հայաստան ադրբեջանցիների ճակերտավոր վերադարձի մասին։ Նա չի արել հայտարարություն, թե ընտրություններից 11 օր հետո Հայաստան են գալու 300,000 ադրբեջանցիներ։ Մենք թույլ չենք տալու, որ գան, վստահեցնում ենք ձեզ, մի միջամտեք տեղից, ապահովեք իմ ելույթի ժամանակ լռությունը։ Նարեկ Կարապետյանը այդ հանրահավաքի ժամանակ ցուցադրաբար ի գիտություն նաև ձեզ պատռել է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի Ալիևյան ծրագիրը, շեշտում եմ, պետական մակարդակի բարձրացված, նախագահի մակարդակի բարձրացված ծրագիրը, փոխանցեք ձեր գործընկերուհիներին։ Հաջորդիվ, տիկին Սոնա Ղազարյանը իսկապես երևի էներգիայի հետ կապված դժվարություններ ունի ու իսկապես չի հասցնում հետևել բոլոր հայտարարություններին։ Հակառակ դեպքում նա օգոստոսի 8-ը թրիփի ստորագրման օրը չէր մատնանշի որպես հիմնավորում, թե Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության ու ամեն ինչ հրաշալի է, որովհետև 2025 թվականի սեպտեմբերի 10-ին նրա մյուս գործընկերուհին հայտարարել է, Արուսյակ Ջուլհակյանը հայտարարել է, թե Վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգեզուրի միջանցք եզրույթը կրկնակի գործածել է թրիփ ուղին անվանելու համար։ Մեջբերումը պետական լրատվամիջոց Armenpress-ից է, կարող եք գնալ և ստուգել։ Հաջորդը, սեպտեմբերի 27, 2025 թվական, Հայաստանի ու Ադրբեջանի միջև պաշտոնական բանակցություններում երբևէ չի եղել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, էլի Armenpress-ի փոխանցմամբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բարձր ամբիոնից 80-րդ նստաշրջանին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ու նշել, որ Ալիևը այդ ձևակերպումը արել է նույն ամբիոնից, այնպես որ հորդորենք տիկին Ղազարյանին լինել ավելի ուշադիր սեփական առաջնորդի հայտարարություններում։ Ես երեկ հիշատակեցի ազգային հետախուզական ծառայության 2 տարեկան զեկույցները 25 և 26 թվականներին։ Հիմա կմեջբերեմ վերջին 26 թվականի տարեկան զեկույցից մի փոքրիկ հատված։ Ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում
Խաղաղության կառուցման վրա, շեշտում եմ, էականորեն բացասական ազդեցություն և ռիսկային գործոն է հանդիսանում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով տարվող, այսպես կոչված, արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները, մեջբերման ավարտ, ուշադրություն դարձրեք, ոչ միայն խոսույթի մասին է ահազանգը, այլև դրան ուղեկցող գործողությունների, որը պետական մակարդակի է բարձրացված։ Նույն զեկույցում շարունակում է ծառայությունը, նշելով իր ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության, երկարաժամկետ խաղաղության համար։ Հարգելի ՔՊԱ-կաններ, որ այս ամբիոնից այդքան հարցնում եք, թե ուր են 300,000 ադրբեջանցիները, ահա ձեզ պատասխանը, թե ինչ ճանապարհներով, ինչ հայեցակարգի, ինչ ծրագրի շրջանակներում է Իլհամ Ալիևը մտադիր Հայաստանի բնակավայրերը յուրացնել և ներկայացնել որպես իր նախնիների հայրենիք։ Պարոն Կարապետյանը, երբ խոսում էր Օրդուբադում կայանալիք համաժողովի մասին, պատահական չէր խոսում։ Այդ համաժողովի ժամանակ Ադրբեջանի Մեջլիսի փոխոսնակը Զիաֆեթ Ասկերովը ադրբեջանական պետական լրատվամիջոցի մեջբերմամբ արել է հայտարարություն և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները անվանել է, մեջբերում եմ, Արևմտյան Ադրբեջան, որտեղ ապրել են իրենց նախնիները, բնիկ տարածք, մեջբերման ավարտ։ Այս համաժողովը տեղի է ունեցել հունիսի 18-ին։ Մի քանի օր անց տեղի է ունեցել մեկ այլ համաժողով, հունիսի 24-ին։ Այդ համաժողովի ժամանակ էլի այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի և այսպես կոչված հավաքական վերադարձի թեզն է եղել առանցքում։ Ավելին, այդ համաժողովի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել է, որ հանդես են եկել, մեջբերում եմ, Երևան մարզական ակումբի մարզիկները, ապա Ազիզ Ալեքբերլին, որը այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի վարչության նախագահն է, հայտարարել է, որ համաժողովի նպատակը, մեջբերում եմ, անվտանգ և արժանապատիվ վերադարձն է իրենց հայրենի բնակավայրեր ու շեշտել է, որ այդ գործում էական նշանակություն ունի Իլհամ Ալիևի 22 թվականի դեկտեմբերի 24-ի ելույթը, որը երեկ ես հիշատակեցի այս ամբիոնից, կրկին ձեր գործընկերուհի Սոնա Ղազարյանին փոխանցեք, որ այդ ելույթը հարևան հանրապետությունում ակտուալ է առ այսօր։ Հիմա մի քանի դիտարկում այստեղ հնչած այլ հայտարարությունների առնչությամբ, երբ խոսում եք այն մասին, որ պետական կառավարումն արդյունավետ է, հորդորում եմ Moody's միջազգային հեղինակավոր կազմակերպության զեկույցը ուսումնասիրել։ Մինչև 20 թվականը հեծի վարկանիշը BA2 է եղել, որը ավելի մեծ է Հայաստանի Հանրապետությանը տրված վարկանիշից, այսինքն ձեր կառավարման երկրի վարկանիշից, Սամվել Կարապետյանի ընկերության վարկանիշը ավելի մեծ է գնահատել անկախ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը և սրանով ամեն ինչ ասված է, իսկ հեծի խլման օպերացիայից հետո այդ վարկանիշը նվազել է և սա փաստ է։